ասֆալտի հաստությունը պետք է լինի 5 սանտիմետր հաստություն։ Բոլորս իրար հետ չափ ենք ասֆալտի հաստությունը եւ տեսնում ենք 5 սանտիմետր չի, այլ 4 սանտիմետր է։ Խնդրեմ։ Ուրեմն սա Նորնոկ վարչական շրջանի Գայի պողոտան է, որը 4 ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից ամբողջովին ասֆալտապատվել է։ Այս ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ ես անցած տարի տեսանյութ էի հրապարակել։ Հարթ նորմալ ասֆալտը չերեք, նոր ասֆալտ անեք։ Տեսեք, նորմալ հարթ վիճակում է գտնվում Գայի պողոտայի փողոցի ասֆալտը։ Պետական միջոցների մսխման մասին այս տեսանյութը։ Ուրեմն ամբողջ Գայի պողոտան ասֆալտապատել են 4 ամիս առաջ եւ արդեն ինչպես տեսնում եք նոր արված 4 ամիս առաջ ասֆալտը արդեն քանդվել է ու հիմա ինձ ձեռքում է գտնվում Գայի պողոտայի աշխատանքների ծավալաթերթը, որում նշված է 8-րդ կետով, որ ասֆալտի հաստությունը պետք է լինի 5 սանտիմետր հաստություն։ Ըստ փաստաթղթի հեսա 8-րդ կետ։ Ասֆալտի հաստությունը պետք է լինի 5 սանտիմետր եւ հիմա բոլորս իրար հետ չափ ենք ասֆալտի հաստությունը եւ տեսնում ենք 5 սանտիմետր չի, այլ 4 սանտիմետր է։ Խնդրեմ։ Եվ հիմա էլ կառաջանամ ստեղ ու ստեղ է կչափենք ասֆալտի հաստությունը։ Նույնիսկ 4 սանտիմետր էլ չկա։ 3.5 է։ Ստեղ էլ չափենք։ Տեսնում ենք հազիվ 4 է կանգնում։ Եվ ստեղ չափենք 4 սանտիմետր։ Փաստացի ստացվում է, փաստաթղթերով Գայի պողոտայի ասֆալտը պետք է անեին 5 սանտիմետր հաստությամբ, սակայն իրականում փաստերը ցույց են տալի, որ ստեղի ասֆալտը հրել են 4 սանտիմետր հաստությամբ։ Եվ եթե հիմա մենք տարբերությունը հաշվենք, դուրս է գալի, որ 5 սանտիմետր հաստությամբ ասֆալտի արժեքը կազմում է 5255 դրամ։ Եթե բաժանենք 5 մասի, դուրս է գալի, որ 5 սանտիմետրանոց ասֆալտից մի սանտիմետր պակաս անելու դեպքում, այսինքն 4 սանտիմետր ասֆալտ փռելու դեպքում 1 սանտիմետր ասֆալտի արժեքը կազմում է 1051 դրամ։ Իսկ եթե 1051 դրամն էլ բազմապատկենք Գայի պողոտայի ամբողջ ծավալին, որը կազմում է մոտ 50,000 քառակուսի, կազմում է 52,500,000 դրամ։ Հիմա այստեղ հարց է առաջանում, որտեղ է անհետացել 52,500,000 դրամանոց 1 սանտիմետրանոց асфальта. А как ваша компания называется? Не компания у нас, мы наемщики.